Թոշակառուի թոշակը կբավարարի նոր տարվա առևտուր անել։ Ես ինքս թոշակառու եմ հիվանդել, թոշակը ստանում, բայց հնարավոր չի Ադրբեջան իհարկե։ Չեն կամ իհարկե չեմ կարող առայժմ չգիտեմ։ Եթե ինչ-որ օգնություն լինի, ասենք հարազատից կամ ասենք մենք նպասենք ստանում նույն ամիր։ Դե ճիշտ թոշակայ ստանում, ինչու գիտեմ։ Թոշակառու մարդկա 38,000 ստանում։ Ինչ կարող անել։ Դե օգնում են։ Դե մենք թոշակով մենակ գնում ենք Դուբայ երկուսով, թոշակ հավաքել ենք։ Բայց Հայաստանի թոշակը չի։ Այսօր ասում այս տունը գնա համաձայնվում եմ։ Մեկ էլ մեզ ասում դու սարի գնա, ես ուրիշի կտամ։ Բա ոնց ապ թոշակառու։ Դե ով չգիտի որ չի կարա։ Ոնց կարա։ Մարդիկ գալիս են 3 օր, 4 օր հանգստանում 500,000 դրամ 3-4 օրվա համար են ծախսում։ Մենք այդ նման մարդկանց չենք։ Մենք հասարակ բանավոր մարդիկ ենք, թոշակառու մարդիկ։ Անհնար է։ Քիչ է, չի բավարարում։ Կոմունալները չի բավարարում։ Ոնց կբավարարի։ Դե բոլորովին է չի հերիք, բոլորովին։ Իհարկե ոչ։ Գումարը չի բավականացնում։ Սեղանը կանենանք կարգավորենք, որ մարդիկ եթե այցելեն տենան որ բան կա սեղանի։ Ասենք ես թոշակառու եմ։ Ոնց ես նշում նոր տա, դուք ոնց եք պատկերացնում, այսօրվա գները ամեն ինչին տեղյակ եք, ոնց եք պատկերացնում, ոնց կարա նշի։ Հա, ասենք մի կտոր հաց կարում ուտի, մենակ այդ օրվա հիմա, ամեն օրվա էլ չի երիքի, ուր մնաց որ նոր տարի անի։ Եթե մարդ երեխեք ունի կոնե ապահոված է ուրիշ բան, միայնակ թոշակառուն սես թենել դատապարտված է տառապանքի։ Ոչ թե նորմալ չես կարող ապրես, յոլա ես գնում։ Դժվար է։ Ոչ մի բան չի բավարարում։ Եթե մարդը ստանում է 37,000 դրամ թոշակ, ինքը ի վիճակի չի, որ խանութից առնի քարտով, որ այդ բոնուսը գա ասենք իր 37,000-ի վրա, նա ոնց պետք է նոր տարի անի։ Դուք պատկերացնում եք ձեզ 37,000 դրամով նոր տարի նշեք։ Չէ, դե մենակ թոշակով չի լինի։ Բարդ է մենակ թոշակով։ Թոշակառուն շատ դժվար է։ Եթե լույսի տա, թե ես կոմպտամ, են կոմպտա, շատ դժվար է։ Թոշ մենակ թոշակը չի։ Եթե ինչ որ մի բան անում են բավարարում։ Բայց կամ մարդ որ ասենք ֆիզիկապես ի վիճակի չի մի բան, կամ արես չունի, կամ ծառին ոչ մի գործ չկա, նրա համար դժվար կլինի։ Այս տարիքում աշխատում եմ 72 տարի անում։ Գործից գալիս եմ, լավ բան ինչ կամ էր տանում, ուտում եմ, 7-ին պարկում եմ, որ բանը պարավոյը չվարեմ։ Պարավոյը վարեմ, լույսի փող տամ, ուտեմ, ու նոր տարի անեմ, խիանեմ։ Բայց պարկը շատ ես չեմ դժգոհում։ Տոմես էլա փթաթած, ինչ քսել արած, անում ենք։ Բայց ալնից բալնին, սե պտտելով ապրում։ Դա թոշակառուները հիմնականում երեխաների օգնում են։ Ես այդպես գիտեմ։ Ինչ ասիկ այդ մեկը նորից ասեք, էլի թող սաղ լսեն Հայաստանով մեկ։ Թոշակով ոչ կարաս ապրես։ Հնարավոր բան չի, ամենապակասը 100,000 դրամ էլա պետքա որ դու կայնաս ապրես թոշակով։ Ամանորը նշելու տրամադրություն ունեք։ Ոչինչ, ես հիվանդի հետ եմ տենց չի առայժմ, բայց ուզենք, չուզենք նշել ենք։ Դե որ լեր կմնայինք ստել, ել մենք ընդ հանգիստ սովապ ենք մարդուկին իր համար հանգիստ ապրել։ Սովորական էլի բալիկ, որ մենակ մարդը երեխեն ուտարության հարցը ուտարության մեջ։ Ախի չկա, սա լավ։ Երեխեքի մոտ հա, մեր մոտ ոչ, ինձ մոտ չկա։ Տրամադրությունը գիտես իմ երեխեքն են, որ ես մի գնում եմ իրանց մոտ, ինձ կանչել են, իրանք տանում են ինձ այնտեղ։ Այստեղ ես իմաստը չեմ տենեմ արդեն։ Եթե ստե լավ էր իմ երեխեքին կկանչեի ստե։ Ոչ թե ես կգնայի։ Հասկացա՞ք։ Բոլորովին չկա, բոլորովին։ Ամեն խանութ ես մտնում, դատարկ դուրս ես գալի։ Ինչ տրամադրություն է։ Ոչինչ, էլի սովորական։ Սովորական ճիշտ ասած։ Մոր սրտում, ինչ ուրախ նոր տարի, ինչ սեղան ես գցում, եթե քո երեխաները բոլորն են քո հետ են։ Դե երեխեք շատ լավ տրամադրությամբ, ես մեծ եմ, պետք չի, նշանակություն չունի։ Դե առաջվանը չի մի ոնց որ սովորական օր լինի։ Սովորական էլի, հա դե մի քիչ ուրախանում ենք, որ նոր տարի է այդ է։ Դե որ սա լավ ենք, առողջ ենք երեխեքով։ Հարցնեն է որ կարևորը նոր տարին լավ ենք հասկացրել, ոչ մի դեպք չի պատահել, դրա համար շատ ուրախ ենք ու կհասկացնենք։
Տրամադրություն մարդու ձեռին է, կուզի լավ կլի, կուզի վատ կլի։ Մի բան ասեմ, ձեզ տրամադրություն կա, որ հետո ամսի մեկին ծնունդս է։ Տրամադրություն ապրում ենք էլ եսի։ Կախի չկա։ Կա էլ, չկա էլ։ Տրամադրություն չունենք։ Ինչ տրամադրություն պիտի ունենա։ Ամեն ինչի չկա մի հատ տենց առիթ, որ առանձին ասենք էս։ Երկրի վիճակը, ֆինանսական վիճակը, թոշակների վիճակը, շատ բաներ։ Ինչ կուզեիք ձմեռ պապիկից։ Լավ ղեկավար խաղաղություն։ Հիվանդին առողջություն ազգան։ Մեկ է տուն չունեմ, այդ ձմեր պապիկը չի կարա տա ինչ որ ես ուզում եմ իհարկե։ Մոզածը տունը տուն չունեմ ազգան։ Սեր համերաշխություն, առողջություն։ Ազատություն, անկախություն, նոր ղեկավարություն։ Մի փոքր նվեր, եթե տան։ Բա ինչ ասել։ Եթե հարուստ ձմեր պապա։ Միշտ երեխանցը ուրախացնի, փոքրերի։ Մեծերն էլ իրան չափով կուրախանան, որ փոքր երեխեք ուրախանան, մենք էլ ուրախանանք։ Առողջություն։ Երեխաներին առողջություն լինի։ Խաղաղություն կուզեմ։ Ջահելները երջանկություն կուզեմ։ Ինչ կուզեմ։ Հիմա ինչ են ուզում մեր երկրում, միայն խաղաղություն։ Աշխարհին խաղաղություն լինի, մեզ էլ առողջություն։ Ժողովուրդը ապրելակերպը բարելավվի։ Կուզեմ բաբշե ով կարիքավորներին օգնեն։ Մեկը ինչ էլ ուզեմ չի տալ, ուզում ես պապին երկրի համար։ Ձմեռ պապիկը չի կարա իմ ուզածը հետ բերի։ Այսքան։ Սովորական ժողովրդի ձեռը ոչ մի բան չկա։ Մի հատ երազանք է։ Մի հատ նորմալ ղեկավար լինի մեզի, որ այս ժողովրդին այս վիճակից հանի։ Առաջ երթին առողջությունը լի թող բոլորին։ Հետո ժողովրդի մասին մտածողելու թոշակներն էլ մի քիչ մարդկանց ավելացնեն, մարդը կյանք չունեն, ընդամենը 65 տարեկանից թոշակ են գնում, երևի 5 տարի էլ չեն ապրում։ Էդ էլ ասեմ ձեզ, իմանաք։ Ոչ մի բան էլ չեմ ուզեմ, չեմ էլ սպասեմ։ Շատ վաղուց ես Հայաստանից, կառավարությունից, ոչ էլ Հայաստանից։ Ոչ մի լավ սպասելիք ես չունեմ։